Մեր փրկին բադվական անունով կբարևեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ Աստծո սրտանց փառք կուտանք, որ այս օրհնյալ առիթը ամեն ուրբաթ մեզի կշնորհե, կհավաքվենք միադեղ եւ Աստծո խոսքը մեր ցերքին կսերդենք։ Իրականության մեջ ասիկա մեծ առանձնաշնորհում մնե մեզի Սուրբ Հոգին իր զավակներուն մտքերը գլուսավորե, սիրտերը գլուսավորե, խոսքը հասկանալի կդարձնե եւ այսպես իրենները հոգեվոր կյանքի մեջ գաջին առողջ միտք ունենան եւ բդղափեր կյանքեր ապրելով երրորդությունը կփարավորեն։ Փառք կուտանք Աստվածաշունչին համար։ Ժամանակ տանք, գարտանք, սերդենք, խորհինք եւ մանավանդ դրամատիրը լանք հնազանդելու։ Տերոջը շնորհքով կշարունակենք մեր սերդողությունը առաջին Թեսաղոնիկեցիներից 3-րդ գլուխը հասանք եւ 3-րդ համարեն պիտի շարունակենք։ Առաքյալը գսե, որբեսի այս նեղություններու մեջ ցեզ մեկը չխախտի, վասնզի դուք ինքն իրենիդ գիտեք, որ մենք այդ բաներուն համար գեցեր ենք։ Այս խոսքերով Պողոս իր մտահոգությունը գահիտնե, որովհետև փորձառությամբ դեսած էր, որ շատեր լավը սկսած են հավատքի մեջ, ետքը վատ վախճամը ունեցան։ Առաքյալի մտահոգության գլխավոր պատճառը անոնց ազգագիցներուն կողմէ եկող նեղություններն էին, խորելով, որ միգուցե նորահավատներուն հավատքը խախտի ու ետ գուրքերուն դառնային։ Առաքյալը գիշեցներ, որ երբ Թեսաղոնիկե գտնվեր, գխոսեր անոնց, որ նեղություններ պիտի գրեին իրենց հավատքին պատճառով։ Պողոս եւ մնացյալ առաքյալները չուսուցանեցին, որ քրիստոնյաներ զերծ պիտի մնային նեղությունները, ինչպես կուսուցանեն այսօրվան սուտ մարգարեները։ Ընդհակառակը ուսուցանեցին, որ նեղությունները ու մեր հավատքին պատճառով խաչը գրելը մեզի համարեն։ Մի քանի համարներ կարդանք այս ճշմարտությունը հաստատող Գործք Առաքելոց 14-րդ գլուխին 21-րդ համարը այսպես կսե. Աշակերտներուն սիրտերը հաստատելով հոս Պողոս առաքյալ ավետարանը կքարոզեր քաղաք կերտար եւ հոն շրջամը յետք դարձյալ գայցելեր եւ կգարտան 21-րդ համարի մեջ աշակերտներու սիրտերը հաստատելով եւ հորդորելով որ հաստատ մնան հավատքի մեջ եւ գսեին թե շատ նեղություններով պետք է մեզի Աստծո թագավորությունը մտնել։ Դարձյալ 2 Տիմոթեոսի 3-րդ գլուխին 12-րդ համարի մեջնալ առաքյալը գսե ուրեմն 2 Տիմոթեոս 3:12 Եվ ամեն անոնք, որ գուզեն աստվածպաշտությամբ ապրիլ Քրիստոս Հիսուսով, հալածանք պիտի գրեն։ Իսկ Փիլիպպեցոց մեջալ համար մգա, որ հոն առաքյալը գսե Փիլիպպեցիս 1 պիտի գարտամ 29:30 Այնալ Աստուծմե վասնզի ցեզի դրվածավ Քրիստոսի համար ոչ թե միայն անոր հավատալ, հապա անոր համար չարչարվիլալ։ Նույն բادرազմ ունենալով զոր իմ վրաս տեսակ ու հիմա իմ վրայովս գլսեք։ Մեր դերնալ ըսավ աշխարի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարի հաղթեցի։ Հովանու 16-րդ գլուխի մեջ կգարտանք։ Առաքելական ժամանակաշրջանին հալածանքը եւ նեղությունները քրիստոնյային համար օդար բաներ չէին։ Անոնց առօրյա կյանքին մեկ բաժիններ։ Այսօրվան հավատացյալները փախտadելով առաջին թարու հավատացյալներու հետ այսօրվանները թագավորներ են, սակայն միևնույն ադեն շփացած եւ թյուրափեք են։ Փոքր նեղության չեն թիմանար ու գսկսին դրդնչիլ, ան քոհունակ սիրտ ունին,
որ ունային բաներու վրա գետրոնացած է։ Շարունակենք 4-րդ համարը գսե, քանզ երբ մենք ցերկով էինք, առաջվնե ցեզի գզրուցեինք, թե նեղություններու պիտի հանդիպինք, ինչպես եղավալ ու գիտեք։ Այս համարի մեջ առաքյալը գիշեցնե, որ անոնց գրած նեղություններ իրենց հավատքին համար էին։ Անոնք նոր սիրտ, նոր կյանք ու նոր սկզբունքով ուրեմն գսկսեին ապրելու սկսած են, ինչ որ իրենց հեթանոս բարեկամներուն եւ հարազատներուն աչքին խորտ կթվեր ու դժվարություններ կստեղծեին։ Առաքելական շրջանին դիրող այս երևույթը քրիստոնյաներու մեջ մինչև այսօր կշարունակվի։ Որոշ երկիրներու մեջ ծանր նեղություններ եւ որոշ դեղերու մեջ թեթև նեղություններ։ Երբ անցմը Քրիստոսի թագավորությունը եւ անոր դերությունը գտնունի ու գորոշե Աստուծո կողմը անցնել եւ անոր փառքին համար ապրիլ, մեծ կամ փոքր նեղություններ պիտի գրե։ Քրիստոնեական սկզբունքներով ապրող եւ Աստծո խոսքը իր կյանքին չափանիշը, որ թեկրող հավատացյալը մեծ կամ փոքր նեղություններ կհրավիրե իր կյանքի մեջ, սակայն ան գոհոժարի այդ բոլորին, գիտակցելով, որ նեղությունները օգտակար պիտի դառնա ի նպաստ իր անմա հոգին։ Ճշմարիտ հավատացյալը մնայունը հավիտենականը դարժևոր է եւ անցավորը ժամանակավորը գանդես է։ Այս դիրքորոշումը գերց հավատացյալին մտքին դարօրինակ կտվի, որովհետև անզուրկ է Սուրբ Հոգիի միջոցով գդարված մտքի լուսավորութենը, ուստի անոր սիրտը անցավոր եւ աշխարհի փուչ բաներու վրա գարչածը լալով գապրի։ Այն հավատացյալը, որ նեղություն չի գրեր, հավանական է, որ պետք եղածի պես Քրիստոսը չի ցոլացներ ու ճշմարտությունը չխոսիր։ Անիկա մեկն է, որ բոլորին ճուրին հետ քալելով, բոլորին հաջո դառնալ կուզե եւ չուզեր որևէ մեկումը նեղացնել։ Մեկն է, որ չի գրնար սևին սև էսել ու ջերմագին ջերմակ։ Այս պատճառով ան նեղություն չի գրեր։ Սակայն հավատացյալը լսենք Պողոս առաքյալին խոսքը, որ ինչ կսե Հռոմայացի 5:3-5 կսե եւ ոչ թե միայն այսքան, հապա նաեւ նեղություններու մեջ կբարձինք, բասզի գիտենք, թե նեղությունը համբերություն կգործե եւ համբերությունը փորձառություն ու փորձառությունը հույս եւ հույսը ամոթով չծկեր, բասզի Աստծո սերը մեր սրտերում մեջ տարածված է հոգվույն սրբո ցերկով։ Անշուշտ անոնք, որոնք նեղություններ չեն գրեր, քաղաքականությամբ գվարվին իրենց հոդին հետ կամ շուրջիներուն հետ, բոլորին հետ համացայնելով, անոնց ճուրին հետ քալելով, բոլորին հաջո դառնալով, ասոնք անշուշտ իրենց այս վարմունքը իմաստության կվերակրեն։ Սակայն երբ բոլորս Քրիստոսի ադյայն առջև ներկայանանք, հոն հայտնի պիտի լա, թե ով է իմաստունը եւ ով է անմիտը։ Մեր Տերը սիրելներ հստակ գրավ, երբ իր հետևորդներուն ըսավ. եթե մեկը իմ ետևես գալ գուզե, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ ետևես գա, վասնզի ով որ գուզե իր անձը ապրեցնել, պիտի գործընծնե զանիկա, եւ ով որ ինձի համար իր անձը կգործընծնե, պիտի գտնե զանիկա։ Մատթեոս 16:24-25։ Այսինքն ան որ այն անձը, որ գուզե իր անձին համար ապրիլ ու ոչ թե Քրիստոսի, պիտի գործվի։ Իսկ ան որ Քրիստոսի համար գաբրի եւ իր անձին համար չաբրիր, իր եսը ուրացած է, անիկա պիտի ապրի։ Մեր Տերը խաչը վերցրե ու իմ ետևես գա, ըսավ։ Ինչ է խաչը, որը ակնարկեց մեր Տերը,
Խաչը քրիստոնեական սկզբունքներով ապրելու եւ Աստծո խոսքը մեր հոգեվոր ու բարոյական կյանքին որպես չափանիշը ընդունելու հետևանքով մարդոցմե եկած նեղություններն են։ Ասոնք մեր խաչերն են։ Այդ մարդիկը գրնան բարեկամներ, ազգականներ, մինչև իսկ դան անդամներ են ըլլալ։ Կնշմարենք, որ առաքյալը Թեսաղոնիկեի նորաթարցներուն անգեղծությամբ կխոսի, առանց անոնցմե ծածկելու ճշմարտությունը։ Գսե, ցեզի գզուրուցեինք, թե նեղություններով պիտի հանդիպի։ 5-րդ համարը շարունակենք։ Այսօր համար ես ալ չգրնալով ավելի համբերել, մարդ ղրգեցի ծեր հավատքը գիտնալու, որ չլա թե փորձողը ցեզ փորձած ըլլա եւ մեր աշխատությունը բարապ ըլլա։ Նախաբես ըսած էր, չգրնալով ավելի համբերել, աղեք երևցավ մեզի, գսե, հոգնագի խոսքերով գարդայդվի։ Իսկ այստեղ գսե, ես ալ չգրնալով ավելի համբերել։ Առաքյալը անցնապես իր սիրո զգացումները գահիտնե եւ մտահոգությունները գարդահայտե։ Ան գուզեր գիտնալ, եթե Թեսաղոնիկեի նորաթարցները հաստատ էին իրենց հավատքի մեջ, թե ոչ խախտած էին։ Գսե ծեր հավատքը գիտնալու, այսինքն ավետարանին ճշմարտություններու առնչությամբ ինչ որ լսած եւ ընդունած էին։ Բողոս արդարացի պատճառներ ուներ մտահոգվելու, որովհետև իր ծառայության ընթացքին ականատես եղած ու լսած էր իրեն ծանոթ անձերու մասին, որոնք Քրիստոսը ընդունած շրջամը խանդավառ գքալեին հավատքի մեջ, մինչև իսկ ծառայություն կմատուցանեին, սակայն հաստատ չմնալով հավատքի կողմանը նավագործություն գրեցին։ Գրնանք կարդալ առաջին Տիմոթեոս առաջին գլուխ 18-20 համարները։ Այս պատվերը գավանտեմ քեզի իմ որդյագս Տիմոթեոս, քու վրայովդ առաջվնե եղած մարգարեություններուն հայմատ, որոնցմով բادرազմիս այն բարի բادرազմը եւ ունենաս հավատք ու մաքուր խղճ մտանք, զոր մեկ քանիները իրենց մեկտի ցկելով նավագործություն գրեցին հավատքին կողմանը եւ անունները գուտա 20-րդ համարի մեջ, որոնց մեն Հիմենոս ու Աղեքսանդրոս։ Նաեւ քաղաքացիոց մեջ ալ համար մգա։ Այնպես որ այս մտահոգություն ունենալով առաքյալը իր նամակներու մեջ բազմիցս գսկուշացնե ու գբատվիրե հավատքի մեջ հաստատվելու։ Այնպես որ ծայրահեղ գալվինականներ լավ պետք է սերդեն Աստուծո խոսքը։ Հոս, որ գարտացինք եւ ունենաս հավատ ու մաքուր խղճ մտանք, զոր մեկ քանիները իրենց մեկտի ցկելով նավագործություն գրեցին, հավատքին կողմանը շատ հստակ է։ Փնակիրը հայերենը մեկտի ցկելով գսե, փնակիրը գսե ապոսամենի, ապոսամենի կնշանակե փամը մեջս է, ես իմ ազատ գամքովս դուրս կհանեմ։ Եվ ոս գսե հավատքի կողմանը նավագործություն գրեցին։ Նավագործություն գրեցին։ Այսինքն հավատքի կողմանը նավագործություն գրեցին, ասիկա անաբաշխար մարդոց չակնարգեր։ Ասոնց դերոջ հետ գքալեին, հավատք ունեին, նավը գքալեր, սակայն ընկղմեցավ, իրենց մեկտի հանեցին հավատքը։ Եթե դերեգամի քալ գիրագի այս նյութը պիտի շարունակենք եւ ցեզի բազմիցս համարներ պիտի բերեմ, որ կհաստատեն այս ճշմարտությունը, թե հավատացյալը պետք է հաստատ մնա եւ ոչ թե ինչպես կուսուցանեն ըսելով, եթե մեմը շնորհքի ուրգանի մեջ բռնվիս, ալ դուրս չես կրնար ելնել, նույնիսկ եթե ուզես դուրս ելնել։
ասիգա հագասուրբ կրային ուսուցում է այնպես որ արաքյալը եթե հավադար այդպես այս բադվերները պիտի չդար պիտի չսեր հաստատ գեցեք քանի որ օտոմատիկ ինքն իրեն պիտի հաստատվի կամ ուզե չուզե միշտեր ճիշտ հագարակն է արաքյալը մտահոգված էր Թեսաղոնիկեի նորահավատներով ասկայնով բավարարվինք Դերը ցեզ օրհնե եւ հավատքի մեջ օրեօր հաստատե եւ ցեր կյանքերը բդղափեր դարձնե իր փառքին համար ամեն